Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, շնորհավորում եմ ձեզ ընտրվելու կապակցությամբ, հարգելի գործընկերներ, ես ճիշտն ասած ձեր ընդդիմադիր գործընկերների ելույթների ժամանակ հնչեցված մի քանի բանի եմ ուզում անդրադառնալ, որովհետև կարծում եմ, որ չարժե անարձագանք թողնել, մեզ քաղաքացիներ են լսում։ Իհարկե, առաջին հերթին այդ տարօրինակ նարատիվը գիշեր ժամը 2-ին քվեարկություն կանգնեցրել եք, որ հետևել եք, ինչ որ մեկը հետևել է ընտրությունների արդյունքների ընթացքում, որտեղից է հորինվել դա, որ գիշեր ժամը 2-ին քվեարկություն երբ է եղել, ով է կանգնացրել, ինչ է կանգնացրել, գիշերը ժամը 2-ին։ Ճիշտն ասած, ես իմ անունից, որպես ազգային ժողովի պատգամավոր, հայտարարում եմ, խնդրում եմ, հորդորում եմ բոլոր 16,000-ից ավելի հանձնաժողովականներին, ովքեր աշխատել են հանձնաժողովներում, սիրելի հանձնաժողովի անդամներ, եթե դուք քվեատուփից անել եք այլ քվեաթերթիկ, քան քաղաքացիները գցել են, այսինքն կամ լցոնվել, կամ փոխվել են ձեր քվեատուփերը։ Եթե ձեզ ստիպել են արձանագրության մեջ գրել այլ թվեր, քան դուք հաշվել եք, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հայտնվել են այլ թվեր, քան ձեր արձանագրությունների մեջ գրված է, եկեք միասին գնանք դատախազություն։ Ես պատրաստ եմ դա անել, կա մի քվեաթերթիկի պատմություն, որ ուրիշ բան կարդացել են, ուրիշ տրցակի վրա դրել կամ ուրիշ թիվ գրել են, ուրիշ տեղ արձանագրել, եկեք իրար հետ գնանք այդ քվեաթերթիկի հետևից ինչ անշակում։ Կանգնեցրել եք, որ ուրիշ թիվ գրեք, իսկ ուրիշ ինչ թիվ ենք գրել։ Այսինքն այդ տենց թռնելով չի այդ պատմությունը, դա գործընթաց է, որի մեջ տասնյակ 100,000-ավոր քաղաքացիներ են ներգրավված եղել։ 100,000-ավոր դիտորդներ, ձեր վստահված անձիկ 16,000 հանձնաժողովական, որի կեսը եղել են ձեր ՀՀԿ խմբակցության ու իրանց ներկայացուցիչները, ժողովուրդ ջան, ԲՀԿ-ից մանդատ եք գողացել, ԲՀԿ-ից ձայներն եք գողացել, ժողովուրդ ջան, ԲՀԿ-ի ձայների համար պայքարող միակ քաղաքական գործիչը մեր կուսակցության փոխնախագահն է եղել։ Այդ ձայնագրությունները կան, այդ գրառումները կան, այդ հարցազրույցները կան, Վահագն Ալեքսանյանը ճակատագրի հեգնանքով 2 օր էր ասում էր ժողովուրդ ջան, մի չեղարկեք այդ արդյունքները տեղամասերի, այդ մարդիկ առանց ճնշումների են քվեարկել։ Դուք Դանիել Իոնիսյանի հետ չեղարկեք։ Ու ձեր Վահագն Հովակիմյանի հետ ես այդ համարում եմ ձեր այդ երեք բանի գործող անձանց կատարած Իվետատոնոյան, Դանիել Իոնիսյանը, Վահագն Հովակիմյան չեղարկել, ԿՊ խմբակցություն մեղավոր դուրս գա։ Ժողովուրդ ջան, մենք խնդրում էինք չեղարկել։ Մենք ասում ենք այդ արդար ընտրությունն է, դա նորմալ է, բայց դուք որոշեցիք, որ իրար հետ այդ խաղը խաղում եք, ժողովուրդ ջան, օգտվեցիք ձեր ամբողջ գործիքակազմից, վայելեք ձեր ամբողջ գործիքակազմը։ Էլ չեմ ասում, ինչ ձև էր ԲՀԿ-ն այդ ձայները ստացել, էլի։ Դուք լսել եք, ասում է, աղջե Ալվարդ, լսել եմ երեք ձեր տունը ԲՀԿ-ից եկել են ընտրակաշարք են բաժանում, բայց չասիր մեր տունն էլ իրեք ձեն կա, մի հատ մեր տուն էլ մտնեին։ Դուք լսել եք այդ ձայնագրությունները։ Ախր մտնել են բովանդակային քննարկման մեջ, հիշենք ոնց է ԲՀԿ-ն ձայներ հավաքել, ամոթ է։ Ասում մեր տունն էլ իրեք ձայն կա, մի հատ մեր տուն էլ մտնեին էլի։ Վախեցրել եք ժողովրդին, որ ընտրել են ձեզ, վախեցրել եք։ Ասում ասել եք պատերազմ կլինի, վախեցել են։ Ժողովուրդ հիշում եք ինչ էին ասում ուժեղ Հայաստանում եւ նախընտրական շրջանում։ 300,000 ադրբեջանցիներ են գալու։ Իդեպ պարոն Կարապետյան, քանի որ Տիկին Ղազարյանը այդ պատմությունը պատմեց 11 օր անցի, այդ ելույթը դուք ունեցել եք եւ այդ ելույթը հրապարակային կա, դուք ասել եք ընտրություններից 11 օր անց Google ունեք, կարակ որոնեք գտնեք։ Ալիևը հայտարարելու է ադրբեջանցիների վերադարձի մասին, 11 օր անցել է եւ ոնց որ այդ խոսակցության վերադառնալ չեմ ուզում։ Բայց ժողովուրդ ջան, խնդիրը այն չի, որ սեպտեմբերին պատերազմ կլինին ավելի վախենալու է, քան 300,000 ադրբեջանցի է գալու։ Եթե դուք այդ եզրակացությունը անեք, դուք գնալու եք ավելի վախենալու բաներ հորինեք։ Խնդիրը այն է, որ պատերազմի վտանգը ավելի արժանահավատ է թվացել, մեր ասածը ավելի արժանահավատ է թվացել, քան ձեր ասածը, ոչ թե մեր ասածը ավելի վախենալու է թվացել, քան ձեր ասածը։ Մարդիկ տենց չեն ընտրում, չգիտեմ, մի խոսքով մի քանի ընտրությունների կմասնակցեք, կպատկերացնեք, որ արժանահավատությունը ավելի կարևոր է ընտրության մեջ, քան վախեցնելը։ Մի բանի եմ ուզում անդրադառնալ, պարոն Մնացականյանը, եթե չեմ սխալվում, Հայ փոստից էր խոսում, ասում է 19-րդ դարի սպասարկում է։
Բայց ես 19-րդ դարի ուրիշ բան եմ տեսել այս դահլիճում, երբ որ Տիկին Ղազարյանը ասում էր քաղաքական գործիչների սեռերով պայմանավորված վերաբերմունք մի ցուցաբերեք քաղաքական գործիչը, այս թևից մի տղամարդ, չեմ ֆիքսելով, բայց դա տղամարդու ձայն էր, ասում եմ, սեռերով պայմանավորված եմ տարբերակելու քաղաքական գործիչներին։ Ժողովուրդ ջան, չի կարող մի երկրում 21-րդ դարի ինստիտուտներ լինել, երբ որ մարդիկ 18-րդ դարի են։ Եթե ուզում եք գալ հասնել 21-րդ դար, եկեք միասին գնանք, մենք հայփոստը տանենք, դուք ձեր խմբակցության անդամներին։ Նախընտրական խոսույթի սրության մասին, ցավոք սրտի պարոն Քոչարյանը այստեղ չի, ասում է նախընտրական խոսույթը լսել եք, ինչ բարեկիրթ, դուք լսել եք, ինչ նախընտրական խոսույթ ա եղել։ Եկեք հիշենք, ես իմ գործընկերներին եմ հորդորում եւ քաղաքացիներին, մենք մեր համար նստած պերաշկի ու կուկուռուզ էինք ուտում, ժողովուրդ ջան։ Պարոն Քոչարյանի հայրը նկատելով, որ իր վրա ուշադրություն չկա, մի օր մտավ եւ սկսեց խոսել ոչ բարեկիրթ բառերով։ Հիշում եք։ Ասենք ես չգիտեմ, հասա Տինաստանի իրանք իրար համբալ չեն ասում, չէ, բարեկիրթը դա չի։ Բայց որոշեց, որ տենց պետք է։ Ժողովուրդ ջան, եթե այդ նույն բանը լինի, այն նույն նախընտրական խոսույթի սրությունը հետ է գալու։ Եկեք չմտնենք այդ դաշտ։ Եկեք չմտնենք այդ դաշտ։ Մեկ էլ ասում է Քոչարյան վաղտման ընտրությունների կեղծման մասին, մենք 49-ն էինք, դուք էլ եք 49-ի 4 ցենց բաներ ասում, ես Արշալույս գյուղից եմ, ժողովուրդ ջան, Քոչարյան ժամանակով մեր գյուղում ընտրություններին մասնակցում էր մոտավորապես 130-ից 140% մարդ գրանցված ընտրողներից, մասնակցություն մինչև 140% հասնում էր, ու Քոչարյան 100%-ից ավել գրանցված ընտրողների 100%-ից ավել ձայներ էր ստանում։ Թե ինչ մաթեմատիկա է, ես հումանիտար եմ, չգիտեմ։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։